Հայազգային կոնգրես կուսակցությունը փաստաթղթերը ներկայացրել է ապրիլի 23-ին, ուսումնասիրվել են եւ 4 տեխնացուի վերաբերյալ կար փաստաթղթեր համալրելու անհրաժեշտություն, հարգելի գործընկերներ, նախագծում ներկայացված Գոհար Զաքարի Հարությունյանի վերաբերյալ վերջին 4 տարին տեղեկանքը արդեն իսկ ներկայացրեց, խնդրում եմ նախագծից այս մասը քիչ առաջ որ փաստաթուղթ վերեցին, սա էր, հետևապես պետք է կուսակցության կողմից համալրվեն Իրինա Վլադիմիրի Ավետիսյանին 39 հերթական համար, վերջինիս վերաբերյալ բացակայում է վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու եւ վերջին 4 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը եւ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ է։ Իրինայի վերաբերյալ 2 փաստաթուղթ է լրացնել։ Երկրորդը Վիկտոր Միշայի Գասպարյանի վերաբերյալ փաստաթղթերից բացակայում է հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը եւ երրորդը Գայանե Արշակի Կիրակոսյանի վերաբերյալ փաստաթղթերից բացակայում է հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթերի պատճենը։ Ընթերցեմ որոշում մասը առաջին կետով Ազգային կոնգրես կուսակցությանը տալ 48 ժամ վերոհիշյալ փաստաթղթերը լրացնելու համար, տրվող ժամկետը լրանում է 2026 թվականի մայիսի 2-ին ժամը 18:00-ին եւ որոշումը ընդունվելուց հետո ուժի մեջ կմտնի հրապարակվելու պահից եւ կարող է բողոքարկվել վարչական դատարան օրացուցային 3 օրվա ընթացքում։ Ես պիտի ճշտեմ իհարկե այս դեպքում հաշվառել նաեւ որ ճանաչում Հայ ազգային կոնգրեսի լիազոր ներկայացուցիչը նիստին ներկայ է, այո։ Ներկայանակ, ոնց է ներկայանում։ Ես գիտեմ դա, բայց ամեն դեպքում պիտի խնդրեմ, որպեսզի ներկայանակ։ Պարոն Սեմիջան, ձեզ հասկանալ է, այսինքն այն փաստաթղթերը, որը պակասում է։ Ես պիտի նաև մյուս լիազորներին էլ տեղեկացնենք, որ վաղը եւ մյուս օրը նույն անձնագրային բաժինները հատուկ կուսակցությունների համար հերթապահություն ունեն եւ իրենք աշխատելու են եւ ներքին գործերի նախարարության հետ մեր պայմանավորվածություն այն, որ իրենք բոլոր դիմումները, այսինքն այս ընթացքում նույնիսկ վաղը եթե կստանան ամսի 2-ի 18:00-ի դրությամբ բոլոր դիմումների հարցը լուծեն ավարտեն, այսինքն կամ բավարարում կամ մերժում սա նկատվում է։ Եվ այսպես հարգելի գործընկերներ, նախագծի հետ կապված առաջարկություններ, դիտողություններ երբեք չկան։ Այդ դեպքում որոշման նախագիծը, որը Տիկին Հովհաննիսյանը ներկայացրեց, այն Հայ ազգային կոնգրես կուսակցությունը տալ 48 ժամ վերոնշյալ նշված փաստաթղթերը լրացնելու համար եւ տրվող ժամկետը լրանում է 2026 թվականի մայիսի 2-ին ժամը 18:00-ին։ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում նիստում հրապարակելու պահից եւ որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան օրացուցային 3 օրվա ընթացքում ներկայացնենք քվեարկություն ովքեր են կողմ որոշման հաստատման կողմ 7 դեմ չունենք որոշումը ընդունված է հասնում ենք որակարգային հաջորդ հարցի